Պատգամավոր Հայկ Բաբուխանյան, համեցեք։ Նախապատրաստվի Իշխան Խաչատրյանը։ Սիմ կուսակցությունը ողջունում է ՀՀ նախագահի արտաքին քաղաքականությունը եւ մասնավորապես իր քաղաքական որոշումը անդամակցել Մաքսային միությանը եւ հետագայում ստեղծվելիք Եվրասիական միությանը։ Իսկապես այդ որոշումը բխում է մեր պետական եւ ազգային շահերից։ Եվրասիական միության մեջ Հայաստանը ոչ միայն կպահպանի իր անվտանգության համակարգը, այլ նաեւ կզարգացնի տնտեսությունը, մշակույթը, կպահպանի ազգային ինքնությունը, զերծ կմնա օտարամուտ բարքերից, հակազգային դրսևորումներից ու պարտադրանքներից։ Մեզ համար ավելի մոտ եւ հասկանալի է Եվրասիական միության քաղաքակրթական հարթակը։ Բոլոր նրանց համար, ով պնդում է, թե Եվրասիական միությանը միանալու Հայաստանի որոշումը եղել է անսպասելի, պետք է հիշեցնեմ, որ սրանից ուղիղ 200 տարի առաջ, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին, ռուսական զորքերը եւ հայ կամավորական ջոկատները հաղթանակ տանելով Պարսկաստանի նկատմամբ հանգեցրին Գյուլիստանի պայմանագրի կնքմանը, ըստ այդ պայմանագրի Հայաստանի մի մասը, այն Արցախը, Զանգեզուրը եւ Գանձակը, Պարսկաստանի տիրապետությունից դուրս գալով մտան Ռուսաստանի կազմի մեջ։ Ահա այդ օրվանից արդեն 200 տարի է, ինչ հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագիրը անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ։ Ավելի քան 20 տարի առաջ հիմնադրվել է ՀԱՊԿ, որը ստեղծվեց 92 թվականի մայիսի 15-ին Հայաստանի մասնակցությամբ եւ անդադ զարգացնելով համագործակցությունը 2009 թվականին ձևավորեց արագ արձագանքման միասնական ուժերը։ 95 թվականին Մոսկվայում ստորագրվեց հայ-ռուսական պայմանագիրը ռուսական ռազմակայան Հայաստանում տեղակայելու վերաբերյալ։ 97 թվականին ստորագրվեց հայ-ռուսական բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիր, ըստ որի հիմք դրվեց ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությանը։ 2000 թվականին ստորագրվել է հայ-ռուսական համատեղ հռչակագիրը 21-րդ դարում դաշնակցային գործընկերության վերաբերյալ։ 2010 թվականին 49 տարով երկարաձգվել է Ռուսաստանյան ռազմակայանի ներկայությունը Հայաստանում։ 2010-13 թվականների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները հանդիպել են ավելի քան 23 անգամ։ ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել է Հայաստանի համար Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության առաջնահերթության մասին։ Սույն թվականի մայիսին հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը քննարկել է Մաքսային միությանը Հայաստանի անդամագրվելու նպատակահարմարությունը։ Այսքանից հետո խոսել Մաքսային միության անդամագրվելու ՀՀ նախագահի քայլի անսպասելիության մասին կամ ինչ որ քաղաքական կտրուկ շրջադարձի վերաբերյալ առնվազն նշանակում է ի ցույց դնել սեփական բացահայտ քաղաքական գործընթացներին անտեղյակ լինելը կամ քաղաքական անազնիվ կեցվածքը։ Շնորհակալություն։ Պատգամավոր Իշխան Խաչատրյան, նախապատրաստվի Միքայել Մելքոմյանը։